Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ստամբուլում Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ կայանալիք խաղաղության բանակցություններին։ Կրեմլի հայտարարության համաձայն Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ կմասնակցի բանակցություններին եւ անձամբ կհանդիպի Պուտինի հետ, եթե Ռուսաստանի նախագահը համաձայնի։ Նաեւ նշել էր, որ կանի ամեն ինչ անձնական հանդիպումն ապահովելու համար։ Մեքսիկայի կենտրոնական մասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները։ 18 մարդ մահացել է դեպքի վայրում, եւս 3-ը ավելի ուշ հիվանդանոցում։ Սուդանում կիսառազմականացված զինյալների մայրաքաղաքից վտարվելուց հետո քաղաքացիական պատերազմի նոր փուլ է սկսվել։ Խարթումի վերագրավումը տոնելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Արաք աջակցության ուժերն անօդաչու թռչող սարքերի մի շարք հարվածներ են հասցրել երկրի արևելքում գտնվող Պորտ Սուդանի վրա։ Հարձակումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի վատթարացման, ինչպես նաև քաղաքի բնակիչների մոտ ջրի պակասի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Կատարում մեծ շուկով եւ արարողակարգով են դիմավորել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը եւ Կատարի էմիր Շեյխ Թամին բին Համադ Ալ Թանին ստորագրել են համաձայնագրեր, որոնք կապահովեն առնվազն 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական փոխանակում։ Համաձայնագրերը ներառում են Qatar Airways-ի հետ 96 միլիարդ դոլարի գործարք, մինչև 210 Boeing 787 Dreamliner եւ 777 X ինքնաթիռ գնելու համար, ինչպես նաև Կատարի Al Udeid ավիաբազայում եւ հակաօդային պաշտպանության հնարավորություններում 38 միլիարդ դոլարի ներդրումներ։ Այսօր ավելի ուշ նախատեսված է ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Սիրիայի պաշտոնյաների հանդիպում քննարկելու Թրամփի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարության մանրամասները։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թեհրանի հասցեին հնչեցրած քննադատության հայտարարել է, որ իր երկիրը չի խոնարհվի որևէ բռնակալի առջև։ Նա կարծում է, որ կարող է գալ այստեղ կարգախոսներ վանկարկել եւ վախեցնել մեզ։ Մեզ համար նահատակությունը շատ ավելի քաղցր է, քան անկողնում մեռնելը։ Դուք եկել եք մեզ վախեցնելու, ասել է Փեզեշքյանը։ Իսրայելական զինվորականների կողմից արձակված ուղիղ կրակը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահ դիրքերին, հայտնել է Առաքելությունը։ UNIFIL-ը հավելել է, որ երեքշաբթի տեղի ունեցած միջադեպն առաջինն էր նոյեմբերին Իսրայելի եւ Հեզբոլլահ խմբավորման միջև հրադադարից հետո։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։